Իրականությունը հետևյալն է։ Բանակցված փաստաթուղթը, այն չի կարելի անվանել բանակցված փաստաթուղթ։ Բանակցված փաստաթուղթն այն է, որի մեջ դու կարող ես բաներ ներմուծել, բան բանակցել։ Ոչ թե որ ինչ ասում են, դու ասում ես չէ, սխալ է, դա տես չի լինի, բայց մի 6 ամսից, 7 ամսից, 8 ամսից ասես լավ ոզդուկ ասեք։ Դա բանակցված փաստաթուղթ չի։ Այն կետերը, որոնք զիջում են եղել վերջին, Հայաստանի Հանրապետության ապագա սերունդների համար հղի են երբևէ դաշնակից չունենալով, երբևէ որևէ պետության հետ ռազմական համագործակցություն չունենալով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, եթե ստորագրես փաստաթուղթը, ինչ որ լավ բանակցված է համարվում, պարտավորվում է իր տարածքում որևէ երրորդ ուժ չտեղակայել Ադրբեջանի հետ համապատասխան սահմանագծում։ Դուք պատկերացնում եք սա ինչ է։ Մեկը գոնե խորացել է, ինչի մասին է խոսքը գնում։ Հասկանում եք, մի բան է, որ ասեն հենց հիմա չենք ուզում եվրոդիտորներ լինեն, հանեք։ Ու մենք քննարկենք, ասենք լավ, դա հենց հիմա հանում ենք, որ սպայանագիր ստորագրենք։ Դա հենց հիմայի մասին է։ Մեկ այլ բան է, որ մեզ ասեն, մենք ձեզ ասում ենք, պարտավորություն ստանձնեք հավիտյանս հավիտենից, որ քանի դեռ պետությունները կան իրար հարևանենք, դուք չեք կարող ունենալ երրորդ ուժեր ձեր տարածքում։ Հետեւաբար, դուք չեք կարող ունենալ ռազմական գործընկեր, դուք չեք կարող ունենալ ռազմական համագործակցություն։ Էսա ձեր լավ բանակցված, ասած լավ բանակցված, բանակցված փաստաթուղթ չկա։